Եթե չեք եղել Սյունիքի մարզում, եկեք ձեզ ինձ հետ տանեմ փոքրիկ էքսկուրսիայի։ Առավոտյան ժամը 7-ին շարժվում ենք Երևանից։ Եղեգ Նաձորի ֆուդ կորտում նախաճաշում ենք եւ շարունակում մեր ճանապարհը։ Անցնում ենք Սպանդարյանի արհեստական ջրամբարի կողքով եւ հասնում Գորիս։ Գիտեիք, որ Գորիսն առաջին քաղաքն է, որն ունեցել է հատակագիծ։ Այսպիսով մեր առաջին լոկացիան Խնձորեսկն է, որը հայտնի է իր քարանձավներով եւ ճոճվող կամուրջով։ Իջնում ենք անհաշվելի քանակությամբ աստիճաններով ու փորձում ենք ուղիղ քայլել կամուրջի վրայով։ Ինձ թվում է այս կադրերից հասկանալի է, թե ինչ ուժեղ քամի էր։ Ուսումնասիրում ենք քարանձավները ու ասեմ, որ ես ապշած մտածում էի, թե ինչպես են մարդիկ այս պայմաններում ապրել։ Խնձորեսկն ունեցել է 4 եկեղեցի, որոնցից մեկը Սուրբ Հռիփսիմեն մենք այցելեցինք։ Նադարում կառուցեցին գմբեթավոր։ Նաև մենք որոշեցինք այցելել Մխիթար Սպարապետի գերեզման, որը փոքր-ինչ հեռու էր, եւ իհարկե եկավ այն պահը, որ նույն աստիճաններով պետք է բարձրանալ վերև։ Ուղևորվենք դեպի Տաթև։ Քանի որ այստեղ եւս բավականին ուժեղ քամի էր, մենք մոտավորապես կես ժամ սպասեցինք, որպեսզի քամին հանդարտվի եւ թույլատրեն նստել ճոպանուղի։ Արժեքը մեկ անձի համար մեկ ուղղությամբ 6500 դրամ էր։ Վանական համալիրի անվանումն է, ցերը մեր մոտ ունեցել են բավականին լավ իմաստ։ Համալսարան, այստեղ սովորում են ոչ միայն հոգևոր, այլ նաև բավականին մեծ է եղել վանական համալիրը։ Ջոջվում էր մոտ 15 աստիճան։ Այս սենյակում ապրել եւ ճգնել է Գարեգին Նժդեհը, իսկ այստեղից բացվող տեսարանը ուղղակի աննկարագրելի է։ Չենք մոռանում Տաթևից մեզ հետ վերցնել այս հուշամեդալներից։ Ես ի դեպ իրենցից կոլեկցիա եմ հավաքում եւ իհարկե մեր թրիփը չէր կարող անցնել առանց արկածների։ Պլյուս ավտոն է փչացել, ասեմ գան Մայոս ավտոշոպ սարքեն։ Ու այդ ընթացքում ինչ մեր ետևից նոր մեքենա էր գալիս, մենք հասցրեցինք այցելել Ձիթան, որից հետո ուղևորվեցինք մեր վերջին, 3-րդ լոկացիա՝ Շաքիի ջրվեժ, եթե ինչ սա չէ, այ սա է։ Այս ամենը տեսնելով ուղղակի մեկ բան կարող եմ ասել. ուզում եմ մեր հայրենիքի ամեն անկյունը տեսնել։